ընտրություններ։ Երկրի նախագահները, եթե մարդ նախագահ է դառել երկրի, ինքը միշտ էլ քաղաքականության մեջ պիտի մնա, բայց ոչ թե նորից նախագահ դառնալով։ Հասկանու՞մ եք, պարլամենտական հանրապետություններում, որտեղ գերագույն իշխանությունը գտնվում է վարչապետի ձեռքում, այնտեղ վարչապետը կարող է 20-30 տարի էլ վարչապետ լինել, անընդհատ իրանց կուսակցությունը հաղթի, օրինակ Սինգապուրում այդպիսի երևույթ կար եւ շատ երկրներում այդպիսի բան եղել է։ Այն երկրները, որտեղ որ նախագահական է, սովորաբար մի անգամ նախագահ լինելուց հետո, եթե 2 ժամկետով կամ մի ժամկետով, հետո արդեն նախագահական ընտրություններին սովորաբար չեն մասնակցում, բայց դա չի նշանակում, որ քաղաքականությունից դուրս են։ Միացյալ Նահանգների բոլոր նախկին նախագահները այս կամ այն ձևով ծառայում են իրենց պետությանը, օգտագործում են իրենց կապերը, իրենց հեղինակությունը միջազգային կառույցներում եւ գաղտնի կամ բացահայտ ձևով համագործակցելով այդ պահի իշխանությունների հետ փորձում են ինչ-որ օգտակար լինել իրենց պետությանը։ Դա է այդտեղ է գտնվում քաղաքականության մեջ մնալու գաղտնիքը նախկին ղեկավարների։ Հանրային տրամադրությունների եւ դիտորդների, այսպես ասած, կանխատեսումների գլխավոր հարցը այն ամենայնիվ մնում է հետեւյալ, արդյոք կլինի կամ կկրկնվի մարտի 1-ը։ Դուք ասել եք, որ արդյոք դա հնարավոր է հիմա եւ արդյոք դա հնարավոր է 2013-ին։ Ըստ ձեզ որքանով է հավանական մարտ 1-ի սցենարը, հաշվի առնելով, որ դուք ասել եք, որ սրացումները հիմնականում նախագահական ընտրությունների շուրջ են։ 96-2003 հստակ ձևակերպենք, որ ազգային ժողովի ընտրություններից հետո կարող են լինում են երբեմն ցույցեր, դժգոհություններ եւ այլն, բայց սրացում չի լինում, որտեվ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ բախվում են հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց անձնական շահեր եւ քանի որ շատ են վեկտորները, այտենց համախմբված մի հատ ինչ-որ ուժ չի ձևավորվում։ Դա հիմնականում լինում է նախագահական ընտրություններից հետո։ Անցյալ տարվա մարտի 1-ը կարելի էր կանխագուշակել մարտի 1-ից 6 ամիս առաջ, որ պիտի լինի այդպիսի մի բան։ Դա օդում կախված էր, բոլորը գիտեին, որ արյուն է թափվելու, ու նույնիսկ քվեարկողները ոմանք հենց քվեարկում էին արյան համար։ Հիմա թող ձև չանեն, թե իրանց համար անսպասելի էր։ Շատերը քվեարկում էին, որ արյուն թափվեր, ու արյունը թափվեց։ Այնպես որ անսպասելի բան չէր մարտի 1-ը։ Այժմ ես չեմ տեսնում այդպիսի իրավիճակ 13 թվին, այդպիսի հավակնություն ունեցող եւ հնարավորություն ունեցող այդպիսի ալիք բարձրացնելու չեմ տեսնում ես եւ չի առաջանա այս 1-2 տարում։ Այդ տեսակետից բավականին հանդարտ դժգոհություններ կլինեն, ընտրությունները մաքուր չէ, բնական է, որ օրինակ ազգային ժողովի ընտրություններում պատկերացրեք ամեն տարածքում ինչ հսկայական կռիվ է գնալու, եւ կեղտոտություն, ամեն ինչ էլ կլինի, եւ այդտեղ ոչ մեկը չասի, որ դա ոչ նախագահան կարող է, նույնիսկ նախագահան իր ամբողջ ուժը փորձի որ զսպի, ինքն էլ չի կարողանա, վարչապետն էլ չի կարողանա, ոչ մեկը չի կարողանա։ Այդտեղ անձնական շահերը արդեն այդ ջինը շշից դուրս է բաց թողված 90-ական թվականների սկզբին։ Այդ ջինը իշխում է հիմա Հայաստանում։ Նենց որ այդտեղ իհարկե այդ բաները կլինեն, բայց քիչ թե շատ ինչ որ լուֆտի մեջ տեղավորված, մոտավորապես այն ձայները կլինեն, որոնք որ ընտրողները հասկանում եք, մի ժամանակ sense մի բան կար, կարող է ընտրեին մեկին լիներ մյուսը։ Հիմա հարցերը լուծվում են միջև ընտրությունները մեծ մասամբ։ Դուք ասել եք, որ վարժեցված են արդեն ընտրողները։ Դուք ասել եք, որ այն ինչ այժմ կատարվում է ընտրությունների ժամանակ, ես կեղծիք էլ չէի անվանի։ Կարծես պայմանավորվածություն լինի ձայն տվողների եւ ձայն պահանջողների միջեւ։ Ինչ որ մի հատ էլեմենտ այդպիսին է։ Դա չի նշանակում, որ դա լավ է, դա չի նշանակում, որ ընտրությունները մաքուր են, բայց տեխնոլոգիաները եւ ոճը փոխվել է ընտրությունների։ Եվ արդեն անցնենք հանրային խորհրդին։ Պարոն Մանուկյան, հանրային խորհուրդը քննարկել է Մաշտոցի պուրակի հարցը։ Եվ ինչ իրականացության է եկել։ Գիտեք, առաջինը վաղուց անցել են այն ժամանակները, որ Մոսկվայում կամ Երևանում կամ այդ նոր անկախություն ստացած սովետական այդ երկրներում կրպակներ էին կառուցում եւ կրպակների միջոցով մարդիկ բուտիկներ էին սարքում, բանին։ Վաղուց անցել է այդ этаպը։ Եվ հիմա այդ բուտիկները, որ կառուցում են այդ Մաշտոցի վրա, եթե այն ինչ որ ես լսել եմ, որտեղ փաստաթղթերով չեմ կարդացել, դա բավականին հարուստ մարդկանց պատկանող մի բան է։ Այդ հարուստ մարդիկ կարող էին շենքերի տակը իրենց համար խանութներ բացել, այդքան փող են աշխատել, ինչի համար են աշխատել։ Ինչու՞ պիտի մեր պուրակները փչացնելով դա անեն։ Իսկ այն, որ Աբովյան փողոցի վրա կառուցել են, հիմա իրանց փոխհատուցում է պետք, այդ Աբովյան փողոցի վրա ով է թույլ տվել իրանց կառուցեն։
Ցանկացած օրենքով նայես, իրանք իրավունք չունեն։ Եթե պայմանագիրը կնքված, որ Աբովյան փողոցում իրանք կրպակ են կառուցել, ուրեմն այդ պայմանագիրը եղել է անօրինական։ Ի սկզբանե Նրանք փոխհատուցում են պահանջում մի բանի համար, որի իրավունքը իրականում իհարկե, որը ի սկզբանե բան է, այդ անօրինական։ Եվ ո՞րն է խորհրդի որոշումը չկառուցել պուրակում։ Մենք չէ, մեր հարցը այսպես ենք դնում։ Առաջինը կանգնացնել այդ ամեն ինչը, սկսել բանակցություններ, շատ դժվար է ասել, թե բանակցության կողմերը ովքեր են, որտեղ այն երիտասարդները, որ նստած են, այնուամենայնիվ միայն իրանք չեն ներկայացնում հայ Երևանի բնակիչներին, բայց կան հասարակական կազմակերպություններ, բան եւ քաղաքապետարանը եւ այդ Երևանը ներկայացնող քաղաքական ուժերը, հասարակական ուժերը պետք է իրար հետ բանակցությունների մեջ մտնեն։ Երկրորդը, հիմա ասեմ, երկրորդը օրինականությունը պետք է նայել բոլոր այդ պայմանագրերի։ Եվ վերջով այդ պայմանագրերը, եթե դες քեզնից մի բան վերցնում են, փոխհատուցում տիտան, պետությունը իրավունք ունի գերակա շահ հայտարարելով փոխհատուցում տա։ Եթե պարզվի որ անօրինական են, այդ բանը փոխհատուցումը կլինի 0։ Եթե ենթադրենք ես սխալ եմ, օրինական են այդ պայմանագրերը, ուրեմն ինչ որ մի հատ փոխհատուցում, բայց այդ փոխհատուցումը չի նշանակում կառուցել կրպակներ Երևանի մեկ ուրիշ կենտրոնում։ Աբովյան փողոցից որ տարան Մաշտոց ինչով Աբովյանից ավելի վատ է։ Ինչու այնտեղ չի կարելի, իսկ Մաշտոցում կարելի է։ Այն որ 2 տարվա ժամանակավոր է, ես դա լուրջ չեմ համարում, աշխարհում ամեն ինչն էլ ժամանակավոր է։ 2 տարուց հետո էլ կասվի, բայց փոխհատուցման համար 2 տարուց հետո, բայց փոխհատուցումը պետք է մարդկանց։ Չկա ավելի մշտական բան, կտանեն հրապարակում կկառուցեն, հրապարակի կենտրոնում բավականին լավ տեղ կա գրպակներ կառուցելու։ Մեկը չի օգտագործում, մեքենաները շրջանցում են, չէ՞, հանրապետական հրապարակ։ Պարոն Մանուկյան, ասացեք խնդրեմ, ընդհանրապես Երևանի շուրջ Երևանը ասած մի քանի փուլ էր, հա սկզբից 90-ականների ծառայատումը, երբ որ մենք բոլորս դժգոհ ենք, որ ծառայատում են, բայց մյուս կողմից չէինք կարողանում մեղադրել։ Դրանից հետո այս նոր շենքերի կառուցումն էր, որ էլի դժգոհ ենք, բայց չէինք անում, որովհետև հասկանում ենք, որ դա ներդրումներ են։ Հիմա արդյոք Երևանը եկել է այն փուլին, երբ որ մենք երևանցիները լեգիտիմ իրավունք ունեն նախ առաջինը պահանջել մասնակցություն կենտրոնի կառավարմանը, երկրորդը մասնակցություն նաև առաջիկա քաղաքաշինական ծրագրերին։ Նախ եւ առաջ եթե փուլերով նայում ենք, ծառ կտրել են ծանր մութ ու ցուրտ տարիներին, իսկապես չես կարող մեղադրես մարդկանց, տենց ստացվեց, չնայած ոմանք էլ առիթից օգտվեցին։ Ես ծանոթ ունեմ, որը բավականին հարուստ է, որ այդ ժամանակ ծառեր կտրում, որպեսզի ասում էր ապագայում խորոված անելու համար պետք է գա։ Այսինքն միշտ էլ առիթից օգտվողներ կան, բայց հիմնականում ժողովուրդը ստիպված էր դա անել։ Երկրորդ փուլը սկսվեց կրպակները։ Կրպակները առաջի հարկ էր, չէ՞։ Կրպակների հենց ամբողջ զավեշտն է, որ կրպակների ժամանակաշրջանն էլ անցավ։ 1000 կրպակ հիմա հանում են Երևանից։ Անիմաստ են համարում, ըստ որում այդ կրպակներում մարդիկ ճիշտ ընտանիք էին պահում, բավականին խեղճ վիճակում, բայց հասկացվում է, որ կրպակների ժամանակը անցավ, միայն այս Մաշտոցում են այս կրպակներ կառուցում։ Սկսվեց շենքերի ժամանակը, բայց վերջի ձեր հարցը հետևյալն է. Երևան քաղաքը ում է պատկանում։ Երևան քաղաքը չի պատկանում նախագահին, չի պատկանում վարչապետին, կառավարությանը, ազգային ժողովին։ Երևան քաղաքը պատկանում է երևանցիներին։ Եվ դրա համար ցանկացած որոշում ընդունելիս երևանցիները այս կամ այն ձևի կառույցներով պետք է կարողանան երբեմն հանրաքվեի միջոցով, երբեմն ուրիշ ձևերով, բայց երևանցիները իրենց կարծիքը պետք է ասեն։ Գիտեք, մենք օրինակ խոսում ենք հանրային խորհրդի մասին, չէ՞, դուք հարցը տվեցիք։ Հանրային խորհրդի ամենակարևոր հանգամանքը եւ դա ոչ միայն 60-70 երկրում կա հանրային խորհուրդ։ Դա քաղաքացիական հասարակություն կառուցել է։ Քաղաքացիական հասարակությունը մի բան է նշանակում, որ որոշումներ ընդունելիս մասնակցում է ժողովուրդը, որ պետությունը պատկանում է ժողովրդին։ Ամեն ինչ ունեցվածքը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդը ընտրում է իր մեջ կառավարիչներ, դիրեկտորներ, մենեջերներ, որ ժամանակավոր կառավարեն։ Այդ գիտակցումը մեր ժողովրդի մեջ դեռ խորը չի։ Բայց այն երիտասարդները, որ հիմա անտառների համար են պայքարում եւ այլն, երբեմն իրանց կարող են օգտագործել, ասում են իրանց օգտագործում են, բան, հա, միշտ էլ եթե դու մի գործ անում ես, կողքից մեկն էլ կգա, կփորձի իր շահը հետապնդել։ Բայց դա քաղաքացիական հասարակության կառուցման ամենակարևոր բանն է, որ երիտասարդները ասում են, որ այս պուրակը մերնել է։ Եկեք միասին մտածենք, ինչ կառուցենք այս պուրակում։ Դա շատ կարևոր բան է։ Եվ պետք է խրախուսել երիտասարդներին, պետք է խրախուսել այն մարդկանց, որոնք որ
օրենքները փոխվում են մենակ այն դեպքում, երբ որ սկզբից փոխվել է մարդկանց մտածողությունը։ Եթե մենք չունենք ազատ հոգեբանություն ունեցող մարդ, մենք չենք ունենա ազատ երկիր։ Ստրուկի հոգեբանությամբ դու ազատ երկիր կառուցել չես կարող։ Հիմա ազատություն է գնում, ես պատահական չի, որ սպասում եմ մի քանի տարուց հետո բավականին էս ամեն ինչը կուտակվում է։ Մի քանի տարուց հետո մենք ունենալու ենք ուրիշ հասարակություն եւ վերաբերմունքը ընտրություններին լինելու է ուրիշ։ Եվ պահանջներն են լինելու ուրիշ իշխանությունների նկատմամբ։ Իսկն չի կարող ամեն ինչ կրկնվել եւ կարող ամեն ինչը, հա, չի կարող կարծրանալ, մնալ, չի կարող կրկնվել, պետք է առաջ գնան։ Դուք տեսնում եք այդ։ Ես տեսնում եմ առաջ գնալ։ Ես գիտեք ինչ, ես մարդիկ երբեմն մոռանում են համեմատել։ Ես տեսնում եմ նաեւ հիմա ինչ առաջընթաց կա, հիմա ինձ ընդդիմադիրները կսկսեն քարկոծել, բայց ինչ մեծ առաջընթաց կա համեմատած սրանից 15 տարի առաջվա հետ։ Թեկուզ եւ խոսքի ազատությունը։ Խոսքի ազատությունը, եթե մեկ ասի, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, բացարձակապես սուտ կասի։ Եվ մամուլը ինչ ուզում ես գրում է, հեռուստատեսությունը ամեն ինչի մասին խոսում է։ Ընդդիմադիրները լրիվ բաց է, որպեսզի հեռուստացով խոսեն, որը շատ կարևոր նշանակություն ունի։ Հանդուրժողականությունը մեծ աստիճան է հասել։ Դա կախված է նախագահ, իհարկե նախագահի անձից կախված է։ Մի նախագահ, մի ձև է, բայց միայն նախագահի անձից չի կախված։ Կամաց հասարակությունն էլ է փոխվում։ Եվ հետո ինչքան գնում է մենք Եվրոպայի, ոչ մենք երբեմն հիշում ենք Եվրոպայի բացասական ազդեցությունը, միասեռականներ, չեմ եւ այլն, բայց հաշվի չենք առնում, որ Եվրոպայից գալիս է նաեւ դրական իմպուլսները, որոնք վերբերում են եւ հանդուրժողականության եւ շատ ու շատ ուրիշ բաների։ Մենք առաջ ենք գնում աննկատ ձևով, պետք է մի քիչ ավելի արագացնել, այժմ հիմա ընդերքում մեր ժողովրդի այդ երիտասարդությունը, նոր մտածողությունը մի հատ քրիտիկական զանգվածի կհասնի եւ առաջընթացը ավելի սրընթաց կլինի։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հետաքրքիր պատասխանների համար։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք հանրային խորհրդի նախագահ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի հետ։ Մեր զրույցի առանցքը ներքաղաքական զարգացումներն են, արդեն հայտնի է, որ ԱԺՄ-ն չի մասնակցի ընտրություններին, մեծամասնականով էլ պարոն Մանուկյանը չի գնա խորհրդարան, ճիշտ այնպես, ինչպես չի գնա առաջի դասարան իր ձևակերպմամբ։ Ներքաղաքական զարգացումներից ըստ պարոն Մանուկյանի գլխավոր ձայները կամ գերակշիռ մասը կամ առաջատարները կլինեն Հանրապետականն ու Բարգավաճը։ Այս պահին ըստ պարոն Մանուկյանի վերլուծության առայժմ սահմանագծային գոտում են գտնվում Հոյդան եւ Օրինաց երկիրը, իսկ ընդդիմադիրները խորհրդարանական ժառանգությունը եւ արտախորհրդարանական ՀԱԿ-ը, ինչպես ասում են, կախված է performance based կունենան, այսինքն կախված է նրանց վարքագծի եւ նաեւ այն աշխատանքի, որ նրանք կտանեն նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Պարոն Մանուկյանի հետ մենք խոսեցինք նաեւ Մաշտոցի պուրակին եւ պարոն Մանուկյանն ասաց, որ պուրակների ժամանակ într-անապես անցած է, որ մնաց, որ այդ պուրակների ժամանակավոր լինելուն եւ դեմ արտահայտվեց Մաշտոցի պուրակի շինարարությանը, ոչ միայն դեմ արտահայտվեց, այլև այդպիսին է նաեւ հանրային խորհրդի եզրակացությունը եւ նաեւ կողմ արտահայտվեց այն երիտասարդական շարժման, երբեմն ինքնաբուխ, երբեմն կազմակերպված, որ այսօր որի ականատես ենք լինում մենք բոլորը։ Սա համառոտ, եթե բացայք թողեն մեր զրույցը, դուք դիտում եք Բանաձևը, շնորհակալություն ուշադրության համար եւ ցտեսություն։